Գրերի ստեղծման ժամանակ բառերի գրությունն ու արտասանությունը համընկնում էին։ Հնչյունափոխական տարբեր երևույթներ խզում առաջացրին գրության և արտասանության միջև։ Այսօր գրաբարյան բնագրերն ավելի ուշ ձևավորված ավանդական արտասանությամբ հնչում են մի փոքր այլ կերպ, քան գրաբարի կենդանի գործածության շրջանում։ Գրաբարի գրության և արտասանության մի քանի կանոններ կօգնեն գրաբար բնագրերը ճիշտ կարդալուն և արտասանելուն։ Քննարկենք այդ կանոններից մի քանիսը։ Բառավերջում ա և վ ձայնավորներից հետո գրվում է յ, արքայ, ընծայ, շղթայ, երեկոյ։ Այդ յ տառը չի արտասանվում, պետք է կարդալ արքա, ընծա, շղթա, երեկո։ Յ-ն չի գրվում մի քանի դերանունների, հրամայական եղանակի բայերի և մի քանի այլ բառերի դեպքում, այսպես. ասա, ապրեցո, դա, ապա, ահա։ Յ-ն բառասկզբում և բառամիջում, եթե արմատի սկզբնատառ է, արտասանվում է հ, այսպես. Հիսուս պետք է արտասանել Հիսուս, յստակ պետք է արտասանել հստակ, եղկել, հղկել, անյայտ, անհայտ, սալայատակ, սալահատակ։ Մի տրտմեցուցաներ զոք և մի տրտմիր հումեքե։ Այսպիսի նախադասություն ենք կարդում եզնիկ կողբացու մոտ, որտեղ հումեքե բառը գրվում է յ տառով, որը, ինչպես լսեցիք, չպետք է ընթերցենք։ Այն թարգմանվում է ոչ ոքի մի տրտմեցնիր և ոչ ոքից մի տրտմիր։ Հաջորդ կանոնը։ Զ նախդիրը բաղաձայնից առաջ պետք է արտասանել ըզ, օրինակ, ըզբանս, ըզհաց, ըզխրատ, իսկ ձայնավորից առաջ զ, զիմաստություն, զերկիրս, զարյուն։ Վյուն տառը գրվում է բառամիջում երկու ձայնավորների միջև և բառավերջում ա, ե, ի ձայնավորներից հետո։ Այն արտասանվում է վ, օրինակ, ավագ, ավազ, հարավ, անիվ, արև։ Ու ձայնավորը բառամիջում ձայնավորից առաջ արտասանվում է վ, օրինակ, աստված, այն պետք է հնչեցնել աստված, տուի, տվի, արուեստ, արվեստ, պատուեր, պատվեր։ Որ լավն է և զվարթ երևի, կարդում ենք եզնիկ կողբացու մոտ, որտեղ զվարթ բառը գրված է զուարթ ձևով, թարգմանվում է, ով լավ է ներքուստ, նաև զվարթ է երևում արտաքուստ։ Բառավերջում միշտ գրվում է է, ոչ թե ե։ Օրինակ, կարդում ենք ափսե, բազե, րոպե, թե, եթե բառերը։ Բառամիջում նույնպես գրվում է է հետևյալ բառերում. սեր, տեր, պարտեզ, սեգ, վեպ։ Բառերի այս ցանկը ավելի հեշտ է հիշել նրանց մեջ է ձայնավորի շեշտափոխական հնչյունափոխության շնորհիվ։ Օրինակ, այսօր մենք ունենք սիրել, տիրել, պարտիզպան, սիգաճեմ, վիպագիր բառերը։ Քննարկենք հաջորդ կանոնը։ Գրաբարում ա, ե, ի, ո ձայնավորների և
Վյուն կամ ե ձայնորդների կապակցություններով կազմվում են երկբարբառներ և եռաբարբառներ։ Դրանցից առաջինը օյ երկբարբառը բաղաձայնից առաջ արտասանվում է ուй, ուստի պետք է կարդալ բույս ոչ թե բոյս, գույն ոչ թե գոյն, նյութ ոչ թե նիֆտ։ Սա արդեն վերաբերվում է ի վյուն երկբարբառին, որը պետք է արտասանել յու հնչյութաձևով։ Է վյուն երկբարբառը նույնացել է ի վյուն երկբարբառին։ Մի քանի բառերի մեջ պահպանվում են դրանց գրության զուգահեռ ձևերը, այսպես ալյուր, հարյուր բառերը գրվում են և ալևր, և ալիվր, և հարևր, և հարիվր ձևերով։ Ա վյուն երկբարբառը բաղաձայնից առաջ այս երկբարբառը արտասանվում է օ, այսպես օց, կարոտ, օր։ Օր բառի ավր հիմնարմատը մենք այսօր տեսնում ենք հինավուրց բառի մեջ։ Ներկայումս նաև գրաբարյան բնագրերում ա վյունը փոխարինվում է օյով, ակոս, աղոթք, ամոթ, անոթ, դրոշ, թափոր, ծանոթ, կարոտ, ձոն, սոսի, տոթ և այլն։ Բացառություն են կազմում նավթ, աղավնի բառերը։ Հաջորդ ե ա երկբարբառը բաղաձայնից առաջ արտասանվում է յայ, այսպես մատեան պետք է արտասանել մատյան, ատեան, ատյան, պատեան, պատյան։ Այժմ քննարկենք եռաբարբառների կանոնները։ Ե այ եռաբարբառը բաղաձայնից առաջ արտասանվում է յայ, հրեայք, հրյայք, քրիստոնեայք, քրիստոնյայք։ Ե այ եռաբարբառը բառավերջում արտասանվում է յա, պաշտոնեայ, պաշտոնյա, քրիստոնեայ, քրիստոնյա։ Հաջորդ ե ավ եռաբարբառը արտասանվում է յո և հաճախ գրվում է ե օ տառերով։ Մենք արդեն տեսանք, որ ա վյուն երկբարբառը ընթերցվում է օ, եթե դրան բառասկզբում ավելանում է ե ձայնավորը, ստացվում է ե-օ, այսպես արդյավք պետք է հնչի արդյոք, ընտանյավք, ընտանյոք։ Վյուն ո յ եռաբարբառը իր հերթին կազմված է վյուն մասնիկից և օյ երկհնչյունից։ Այսպես տեղվոյն բառի մեջ վյուն ո յ եռաբարբառը պետք է արտասանել վույ և այդպես ցանկացած դեպքում բաղաձայնից առաջ, ինչպես պատանվոյն, պատանվույն։ Ինչ վերաբերում է գրաբարի բառապաշարին, պետք է նշել, որ այն պարունակում է երկու հիմնական բառաշերտ։ Դրանցից առաջինը անվանում ենք ընդհանուր հայերեն բառեր։ Մոտավոր հաշվարկներով ժամանակակից հայերենին են փոխանցվել գրաբարյան ընդհանուր բառապաշարի 40%-ը միայն։ Սրանք այն բառերն են, որոնք հայ ժողովուրդը գործածել է հնագույն ժամանակներից մինչև այսօր։ Օրինակ, հայր, մայր, եղբայր, հաց, ջուր,
գնալ, վազել, ես, դու, 5, 10, դեղին, արագ, դանդաղ։ Երկրորդ բառաշերտը կազմում են այն բառերը, որոնք գործածվել են միայն գրաբարում, ինչպես հաղագս մասին համար, հազել նշանակում է զոհաբերել, այտնուն ուրչել, անագան նշանակել է հետին, անխայել խնայել, արկանել ներել կամ դիպչել։ Առաջին բառախմբին պատկանող բառերը պահպանել են իրենց հիմնական իմաստները, որոշ բառեր էլ իմաստափոխվելով ժամանակակից հայերենում հանդես են գալիս նոր իմաստներով, ինչպես հետևյալ օրինակներում։ Ահագին նախապես նշանակում էր ահազդու, ահեղ, այսօր նշանակում է հսկայական, վիթխարի։ Հաստոց նշանակում էր անջրպետ, այսօր գազգահ։ Կառավարել, այս բառն ուներ կարգ վարել իմաստը, իսկ այսօր այն նշանակում է ուղղություն տալ, ղեկավարել։ Օդապարիկ նշանակում էր օդում սավառնող, այս բառը կիրառվում էր իբրև ձյուն տրվող մագդիր, իսկ այսօր այն նշանակում է թռչող սարք։ Զվարթ նշանակում էր հրեշտակ, այստեղից էլ Զվարթնոց տաճարի անվանումը, իսկ այսօր, ինչպես գիտենք, նշանակում է ժիր, կայտար։ Պետք է նշել անպայման, որ գրաբարը համարվում է կրոնական լեզու, որը կենդանի հաղորդակցման միջոց չէ։ Այն հնչում է եկեղեցում, եկեղեցական լեզվով։ Շնորհակալություն։ Կարծում եմ, այս կան